Բարի երեկո, Երևանյան մոլից ժողովուրդը դուրս ենք եկել էլի այսօր, ինձ բոթազ եմ ուզում նայեմ մի հատ գնեմ, որովհետև տեղ չունեցա, որ եմ բոթազները բերեմ, մենակ բասանշկա եմ հագել եկել, բայց ինձ պետք է լինում այստեղ բոթազ։ Հիմա այսա կոշիկի խանութներ կան, մտնենք նայենք, փորձեմ մի զույգ բոթազ առնեմ։ Հակառակին հիմա երկու զույգ ամառային բոթազներ ունեի, նոր էի առել, բայց դե հիմա այստեղ պետքա չունեմ։ Հիմա մտենք այստեղ խանութներով, նայեմ ինչ կարամ կնկարեմ ձեր համար։ Ժողովուրդ ջան, չմոռանամ մի հատ շատ մեծ շնորհակալություն հայտնեմ ձեր մեկնաբանությունների համար։ Հատկապես քրոջս այգու, քրոջս արած աշխատանքի, քրոջս ու փեսայից արած աշխատանքի, ձեր գնահատանքի համար։ Ինքը կարդացել է ձեր բոլորի մեկնաբանությունները, անչափ շնորհակալ եմ ձեր սիրուն ջերմ խոսքերի համար։ Մի երկու հատ էլ հարց եք տվել, կարծում եմ այդ հարցերին տանից կպատասխանեմ, հիմա անգիր չեմ էլ հիշում, բայց սկրինշոտ եմ արել։ Գնանք տուն, նենց է ստացվում, որ անընդհատ դուրս են գալիս տարբեր գործերով, այդպես տանը համարյա չենք մնում, ու ժամանակը շատ քիչ է ու չենք էլ հասցնում։ Ես դե գիտեք, ատամների համար եմ եկել ու անընդհատ պետք է բժշկի գնամ, կենտրոնացած եմ դրա վրա։ Ինչ որ է իմ սիրելի բարեկամներ, ընթացքում կմիանամ, այստեղ էլ երաժշտություն է միացրած, հիմա խնդիրներ կլինեն։ Ինձ իդեպ թորնիկներիս նվագելու համար գրել էիք, ես մի պա թորնուհուս նվագի սկիզբը մենակ թողեցի կարճ լսեք ու հետո ուրիշ երաժշտություն դրեցի, որովհետև այդ հեղինակային իրավունքի խախտումը չէի կարա թողնել երաժշտությունը Բաբաջանյանի, նույնն էլ Վաղինակի գիտարի նվագը շատ լավ իդեպ նվագում է, այդ երաժշտությունը լավ նվագում նոր է էլի գնում գիտարի, այդ էլ չկարողացա թողնեմ, հավատացիք ես շատ եմ ուզում որ թողնեի դուք լսեիք, բայց չէի կարա, որտեղ հեղինակային իրավունքի խախտում է։ Գնացինք, ընթացքում կփորձեմ նկարեմ ձեր համար։ Okay. Մենք խանութներով ենք ման գալիս, մի բան գտա, մի բան ընտրեցի բոթազներից, մի քիչ նայենք ու դուրս գանք երևի արդեն, աղմուկը շատ է։ Այսօր որոշել ենք երթուղայինով տուն գնանք, ահագին տարածություն է, 30 ճանապարհը քայլել ենք, բայց այսօր արդեն հոգնել եմ, ուզում եմ մեքենայով գնանք, տրանսպորտով գնանք, տրանսպորտի մեջ քարտով ենք վճարում, մի քարտով մի անգամ կարանք վճարենք, հետաքրքիր է, որ երեխեքի հետ եմ բարձրանում, երեխեքի համար ոնց եմ վճարում, եթե մի անգամ կարաս վճարես։ Երթուղային արժեքը ընդամենը 150 դրամ է, զարմանում եմ, որ մարդիկ ան բարձրանում չեն վճարում։ Ու մենակ քարտով այդ արդեն լավ է, ինչքան քիչ կանխիկ լինի, ընդհանրապես ավելի լավ։ Ավտոբուսը չգիտեմ անգամ եթե կա, չնայած սովորել եմ, մի համար գիտեմ, 36 համարի երթուղայինը գնում է մեր փողոց, անցնում է այդ փողոցով։ Բայց Վաղինակը մտել է իրան ջուր առնի, հիմա անգամ եթե կա պետք է սպասենք, բայց եկավ իմ տղան, հա, եկավ լավ։ Այսօր աշխատանքային օր է, երկուշաբթի, մեքենաները ավելի շատ են, երեկ կիրակ էր, մի քիչ իբր պակաս էր մեքենաների քանակը։ Այսօր եղանակն էլ ավելի է շոքել։ Երեկվա համեմատ։ Այս Երևանի երթևեկության հարցը շատ լուրջ է։ Ազդանշան տալը։ Որ վարորդները չղայնացած մեքենա են վարում ու ազդանշան են տալիս։
Աղմը գոտայիս կողմը։ Ննջանի կողմը ավելի հանգիստ է, այնտեղ չկա ոնց որ տենց փողոց, բայց այս հյուրասենյակ պատշգամ պանոցի կողմը լավ աղմը գոտա։ Ինձ հարցրել եք ում մոտ եմ հյուր, ես մի օր գնացել եմ աղջկաս հյուր, հետո քույրիկիս հյուր մի օր են մյուս աղջկաս հյուր ու հետ եմ եկել Երևան։ Տունը Երևանում եմ վարձել ու Երևանում եմ մնում, դե եկել եմ ատամներս սարքելու մոտ հարմար է էլի, այստեղ չնայած ատամնաբուժից ահագին հեռու եմ, տաքսով եմ գնում գալիս, բայց ոնց որ կարանք մետրով էլ գնանք, հետո նոր չգիտեմ ոնց կարան գնանք, դուք գիտեք Երևանն է ծանոթ չեմ, ասել եմ շատ շնորհակալություն, որ ինձ գրում եք, որովհետև ես քաղաքին ծանոթ չեմ, ձեր գրելով իմանում եմ, կարծում եմ, ուրախանում եմ, որ դուք եք ինձ ասում, որը ում արձանն է, որտեղ ինչն է, որտեղ ինչ ա եղել։ Այդպես ժողովուրդ ջան, այսօր ահագին շոկը շատ ուժեղացել է, ահագին բարձրաճանը։ Ժողովուրդ ջան, արդեն քանի հոգի ինձ գրում են, ինձ հարցնում եք, որտեղ եմ ապրում, բանում այս երրորդ մաս Չեխովի փողոցի վրա ենք ապրում, իմ հետ անձնական կապ հաստատելու համար, ժողովուրդ ջան, այնտեղ որ գրում եք, YouTube-ում գրում եք մեկնաբանությունների բաժնում, անգամ եթե պատասխանում եմ, դուք չեք կարդում։ Իմ հետ կապ հաստատելու համար, եթե Instagram-ով չեք գտնում, ես հենց այս վիդեոյի տակ մի հատ մեյլ կգրեմ, իմ մեյլերից մեկը կգրեմ, այդ մեյլով կարաք գրեք ինձ ու կարանք այդպես իրար հետ խոսանք ու համար փոխանակենք ու զանգենք խոսանք։ Չեմ կարող համարը ես գրեմ հենց այստեղ YouTube-ում, ոնց որ բանալ չէ, մի քիչից կհասկանաք էլի ինձ։ Այնպես որ ես կգրեմ այս մեյլ, այս վիդեոյի տակ իմ մեյլերից մեկը, դուք եթե ով որ գրել էր ինձ, ով որ ուզում էր իմ հետ կապ հաստատել, կարաք այդ մեյլով ինձ գրեք։ Իսկ հիմա մենք պատրաստվում ենք դուրս գանք, մի երկու բան ունեմ առնելու, բացի դրանից պատրաստվում ենք Աշոտին դիմավորենք, գալիս է, ինձ հարցրել եք ինչի Աշոտը հետս չի, այնտեղ պատասխանել էի, գրել էի, մի հատ էլ էսպես ասեմ, որ 36 համարը անցավ։ Աշոտը իմ հետ չի, այնտեղ գործեր ունի, դրա համար ես եկա, հետո ինքը ոնց որ չէր կարա իմ հետ գար էլի, ես եկա, ինքը այսօր արդեն, այսօր գիշեր կգա, կգնանք դիմավորենք։ Այդպես էլ բարեկամներ, հիմա պատրաստ դուրս գանք, երևի դրսից կմիանամ, տեսնեմ արդեն։ Այնքան ուշացրինք, ցերեկվա շոկին նոր դուրս ենք եկել դրսի գործերով։ Ժամը 3-ի կողմերն է, պետքա սրբիչ բան պետք է առնեի, չնայած այս տանը կա, բայց ինձ պետք էր սրբիչ վերցնեի, մտանք ես մոտիկ խանութ կա, այժմ խանութ է, բայց օրինակ սրբիչ բանը թանկ էր, բաղնիքի սրբիչը համարյա 10 եվրո արժեր, այդ շատ թանկ է, որտեղ այնտեղ ես առնում եմ, օրինակ ակցիոնից անգամ որ առնում եմ, եթե չեմ սխալվում 6-7 եվրո է ու լավ էլ որակ է։ Բաներ կան, օրինակ այստեղ շատ ավելի թանկ է հագուստի, երեք նայում էի բրիջիները, ատլասատիպ չէ, էլի դες բարակ ամառային կտորներով, ինչ որ ես առել էի այնտեղ իմ համար օրինակ, այդ տիպի բաներ էին 31-32 եվրո, բայց ես ինչ բրենդային խանութ չեն, էլի սովորական ասենք հագուստի խանութ։ Բաներ կան էժան են, բաներ կան թանկ են, ես ամեն ինչը դե համեմատում եմ, բայց եթե ասում ենք էժան, մենք երևի հաշվենք առնում ենք մեր աշխատավարձը, այստեղի գները, բայց բաներ կա, որ իրոք նայում եմ այստեղ աշխատավարձի համար, դրանց գները իրոք թանկ են, ասենք մարդը որ ուզենա առնի, մարդը ասում է 80-90 հազար աշխատավարձ է ստանում, կամ հենց թոշակառուն, ինչի բան անեմ, հենց թոշակառուն, եթե ուզենա ասենք այդպես բաներ առնի, չի կարա էլի, այդ իր գումարի մեջ տեղավորվի։ Այդպես ժողովուրդ ջան, ինչ որ է, հիմա ուզում ենք գնանք մի հատ հայկական քարտս կորցրել եմ, հետս Բելգիայում տարել կորցրել եմ, ուզում եմ գնամ նորից քարտ խնդրեմ, այսինքն վերցնեմ էլի այդ նույն համարով կտան, չգիտեմ, գնանք մի հատ այդ վերցնենք, հետո մի քիչ մթերք պետք է առնեմ, այսօր ուզում եմ Հայաստանի հայկական աճապ սանդալ եփեմ։ Այստեղինը համով է, այնքան համով է, ժողովուրդ բանջարեղեն բանի համը, իհարկե այստեղ էլ շատ են ներկրում, գիտեք, դրսից բերածները, դրսից շատ են բերում, բայց տեղականն էլ կա, ինչը որ կա, ու համով է, շատ համով է։ Ուզում եմ գրախանութ էլ մտնեմ, երկու հատ գիրք եմ առնելու, հակառակի նման էլ մոտս չեմ նշել, թե որ գրքերն էի ուզում առնեմ։
Մտնեմ մի քիչ գնայեմ, սիրում եմ գրախանութը։ Մի րոպե։ Շտապօգնությունը անցնի, աղմուկը կտրվի։ Համեմատաբար կամացանա աղմուկը մեքենաների։ Ուզում եմ մտնեմ հələ նայեմ գրախանութ, մի քանի հատ գիրք եմ ուզում առնեմ տանեմ։ Ես չգիտեմ, ասեցի նախորդ վլոգների մեջ թե չէ, մի հատ շատ լավ գիրք էի առել տարել անցյալ անգամ, երևի ասեցի, չէ։ Հետո լսեցի, այդ հեղինակին կանչել էին հյուր, մի հատ հաղորդման հյուր ու իրան էի լսում։ Պարզվեց 30-32 տարեկան ջահել տղա է, այդ ինչ տաղանդավոր, այդ ինչ լավ գրքեր ա գրել, բեսթսելերներ։ Հեղինակը Ռուբեն Եսայանն քան լավ, ես կոնկրետ առել էի վանականներն ունեն գաղտնիք, առանց սենց շունչ քաշելու կարդացի վերջացրի։ Հիմա գնանք նայենք էլ ինչ գրքեր կարամ ընտրեմ։ Ամենտեղ բանկոմատներ կան դրված, որ մարդիկ փող են հանում, փող են փոխում, ասեց մոտենանք, ինձ էլ փող էր պետք փոխել։ Օրինակ Բելգիայում, որ մոտենում ենք բանկոմատին, մարդիկ հեռու են կանգնում, այստեղ որ ես այնտեղ բանը փող եմ փոխում, ետևից մի հատ կին եկել է, հենց ինձ քիփ կանգնել է ետևից, երևի, չգիտեմ, մի 30-40 սանտիմետրի վրա, հեռավորության վրա, զարմացա, շուրեկը ասում տիկին չետ կանգնեք, դժգոհեց, տեղը չշարժվեց, զարմացա, այ քեզ բան, ինչ ասեմ, նորմալ չի առնվազն, որ անձնական տվյալները, բանա, վերջը, ոնց կարելի է, չէ՞ մարդը, եթե բանկոմատի մոտ ա գոնե մի մետր հեռավորություն պետք է պահպանեն, էլի։ Ինձ թվում է այդ ասելով չպետք է իրանք էլ հասկանան։ Ես ես ինչ տեսեմ, այստեղ պատմելու եմ, ժողովուրդ ջան, ինձ թվում է ձեզ հետաքրքիր է, լավն էլ, վատն էլ։ Հիմա գնանք, ահագին քայլելու ենք մինչև հասնենք Վիվասել, քայլենք հասնենք, գնանք Քարցել վերցնենք, որը հատվածում մեքենաներ ձայն չի լինում, ես ասում եմ միանամ մի քիչ ձեր հետ խոսամ, հենց որ աղմուկը շատանում է, արդեն անջատում, ահա կանաչ է, անցանք։ Լավ շոկ է, տեղով։ Թթի ծառ, այստեղ շատ թթի ծառեր կան, ասում ենք այսպես թութը թափված, հասել թափվել է թութը, կարճ ասած թթի լավ սեզոնին եկել եմ, նեն չի որ շատ եմ սիրում, բայց դե լավ է, 10 տարի չէի կերել, հիմա կերա էլի, թթի շատ սիրահար չեմ, բայց սիրում եմ ասենք խոշոր թութը, կապ չունի, սև է թե սպիտակը, ու որ շատ հասած չի լինում, եթե ուտում եմ, էդ եմ ուտում, թե չէ մարդկա սիրում այն մանր քաղցր թութը, ես չեմ սիրում, որ շատ քաղցր է լինում, արևից արդեն ճակատս կարմրել է, բայց արևային կրեմ քսել եմ, էլի, քայլում ենք, համ էներգիա ենք ծախսում, համ էլ երկուսը մեկում ենք անում, գնանք Վիվասել մի հատ քարտ վերցնեմ, այսինքն իմ քարտը էլի վերականգնեմ։ Պատի վրա նկարած է Տարոն Գիվարգիջյան, հիշենք մեր հերոսներին ու ապրենք մաքուր Հայաստանում, Արեն Մալաքյան։ Ես եմ ձեզ ցույց տամ, դուք ինձ գրեք որտեղ եմ ես։
այս դպրոցը ոնց որ ցայտախ ջուր խմենք ու անցնենք ժողովուրդ ջան։ Օխա, ես ինչ համոք ջուր է։ Գնացինք։ Հələ նայենք այստեղ ծիրանը ինչ գինա։ Գիլաս հասրանք, բայց այդքան հաջող չեն, լավ, գնանք առաջ։ Այս կողմը ոնց որ թե ավելի լավ է։ 1600 ամենտեղ ծաղիկներ, փողոցներում շատ կան ծաղիկներ, հոտը անուշ։ Այս վարդերի փունջը օրինակ 5000 դրամ արժի։ Ես չգիտեմ թանկա թե էժան 6000-ից թվում է թանկա սրանք։ Միտեղ ավելի էժան տեսել նայեք 5000, 6000, բայց որ ասում եմ անուշ հոտը խփում է քթիս։ Բանկեր շատ են, այնքան շատ բանկեր կան, որ ասում ենք, այնքան բանկեր կա, որ մարդկանց տոկոսով փող տան, քաշեն բարկերի մեջ։ Մարդիկ էլ, որ ճարահատված են ելնում, արդեն բանկ են գնում, բարկով փող են վերցնում, բարձր տոկոսներով մուծում են։ Բայց անիմաստ վերցնելը իհարկե լավ չի, ուրիշ բան որ վերցնում են, ներդրում անեն ու փողից ասենք փող ստանան։ Ահա, փողոցն ասենք այստեղ հեռախոսի քարտի հարցերն էլ լուծեցինք, հիմա ուզում ենք գրախանութ գնանք, այնքան լավ աղջիկ էր էս Վիվասելի աշխատողը, ով որ մեզ սպասարկեց, դիմացը մի կիներ նստած, իսկ թված աշխատողը, այն կյանքից դժգո դեմքով, զարմացա, ասեմ ես ձևով Վիվասելում աշխատում են, պարզվեց հավաքարարն է, աղջիկները ներսում շատ սիրալիր էին սպասարկում, հիմա գնում ենք գրախանութ, Այս բանին մտքիցս թռել է, չգիտեմ էլ ինչ գիրք եմ վերցնելու, բայց գնանք լնային կարող ընթացքում կողմնորոշվեմ։ Գնացինք ժողովուրդ ջան։ Պետքա որ այս կողմերում լինի, հարցրինք ասեցին աստիճաններով իջեք։ Հիմա իջնենք այստեղ կարող է լինի գրախանութը, տեսնենք։ Ասին այս մետրոյի բանի անցումի տակի գրախանութը ավելի մեծ է, քան վերևին է, դրա համար ասենք անգամից մեծը մտնենք, նեսը տեսնենք։ Մի րոպե, գնում ենք ուղիղ։ Այստեղ շուկայի աբանման են ծախում մարդիկ, հով իրանց համար նստել են։ Չգիտեմ ինչքան են առևտուր ունենում, բայց գոնե տեղերը հով է։ Գնանք նայենք ուրա գրախանութը։ Որ կողմ ենք գնում։ Մի րոպե հարցնեմ։ Գրախանութում ենք, չգիտեմ էլ կարելի է նկարել թե չէ։ Մի քիչ նայեմ հեսա, տեսեմ ինչ կընտրեմ, հետո ձեզ կասեմ։ Ջորջ Օրիել կա, դրսի գործերը վերջացրինք, առևտուր արեցինք, այստեղ շենքի տակ բան կա, ցեխ ունեն, իրանք թխված բան կա, թաղավան են թխում, վաճառում են, մի անգամ ասեցի ձեզ, անուշ հոտը տարածվել է, որ ասում եմ անուշ հոտը գալիս է, որոշեցինք մի հատ փոքրիկ գաթա վերցնենք, մատնող գաթա է փոքրիկ, ընդամենը արժի 300 դրամ, որ գնանք սուրճ խմենք, առևտուրը երկու տոպրակա, մի տոպրակն էլ աղջիկաս մոտ է։ Ոյ, հոգնեցի, ինքան շատ ենք քայլել, արևն էլ մի կողմից տվեց։ Այս լուծվող սուրճից մի հատ վերցրի փոքր։ Լոլիկ եմ մի քանի հատ վերցրել, 221 դրամ, 3 հատ։ Բայց այդ խանութում գները թանկ էին։ Եթե փողոցից առնեինք, ավելի էժան կլիներ, ուղղակի
որ մտանք պետք է այդտեղից տոմատ բան առնենք, մի անգամից սրանք էլ վերցրինք, որ այս շոկին ուրիշ խանութ բան չանենք, ուրիշ կողմի վրա չքայլեինք, այս կտրոնը, իդեպ կտրոնը ուզում եմ աշխատողը դժգոհելով ասում է, պետքա դուրս գա, այսինքն համբերի դուրս գա, որ տամ էլի, շաքարավազ եմ մի փոքր վերցրել, լավաշ մի քանի հատ, սմբուկ, այդ խանութում սուպերմարկետ էր, են դուրս չեկա, որ բանջարեղեն օրինակ սմբուկը, սենց դրել իրանք փաթեթավորել էին, ու ինձ ասում է, եթե շատ է, կարամ մի հատ հանեմ, էբա թողեք հատով, ասենք, մենք կընտրենք, մի հատ ենք ուզում, թե երկու հատ, ես էլ քիչ պիտի վերցնեի, որ բան անեի, աջապ սանդալի համար օգտագործեի, ասեցի դե գոնե մի հատը հանի, մի քիչ լոբի եմ վերցրել, տավարի միս, այ հենց հիմա կդնենք խաշվի, որ ճաշի մեջ լցնենք, վարունգ, 174 դրամ ենք վճարել, ես էլ ընդ գին եմ նայում, ասում եմ, լոբուկին ասում եմ, արժի 990 եվրո, դե ասեմ, 990 դրամ, աղացած սև պղպեղ, էլի տունտեղ ենք, էլի դնում, աղացած կարմիր պղպեղ, կծու պղպեղ, մի քանի հատ, այստեղ կարտոչ կա, աջապ սանդալի համար, մի քանի հատ քաղցր պղպեղ ու տոմատի մածուկ, ընդհանուր արժեքը, ընդհանուր վճարել եմ 9600 դրամ։ Մի հատ սուրճ խմենք, նոր անցնեմ ես առևտուրը տեղավորեմ, ճաշը եփեմ, մի հատ էլ փոքր գաթա ենք վերցրել մածունով, որ սուրճի հետ ուտենք ես։ Սուրճը սեփեմ, խմեմ ու առևտուրը տեղավորեմ, արդեն հոգնել եմ շոկից, բայց մի քիչ որ հանգստանամ, ուժերս կվերականգնվեն ու ճաշ կեփեմ, աջապ սանդալ կեփեմ։ Հեշտ է, որ տղամարդը տանը չի լինում, հեշտ է լինում ուտելը, չես մտածում, վայ ինչ եփեմ, կա հասարակ մի պամիդորով ծվածեղ, կամ չգիտեմ ձու, կատնաշորտ, այս բաներով, վարունգ պամիդորով, բանով, վերջը հեշտ է ուտելը, կնոջ ուտելու հարցը հեշտ է։ Տղամարդիկ են, չէ, մի քիչ բարդացնում, որ անպայման ուզում են, չգիտեմ, լուրջ բաներ ուտեն։ Այդպես տեսնում եք շրթունքներից վիճակը մի քիչ չորացել է։ Ինչ որ է ժողովուրդ ջան, հիմա մի քիչ այ ես պարտադիր սուրճը թափեմ այստեղ, նենց որ անջատեմ գնանք սուրճ խմենք։ Երկու հատ գիրք եմ վերցրել, մեկը ենթագիտակցության ուժը, մյուսը տրամադրության վերելակը։ Հեղինակները, սպասեք ասեմ, իհարկե դե չգիտեմ դեռ ինչ է, ուղղակի այնտեղ ոնց որ գրքերն էլ փակ են, չեն կարում իմանանք ինչի մասին է։ Եթե ետևը մի քիչ գրված է գրքի մասին, կարանք տեղեկություն իմանանք, եթե չէ։ Այս մեկը 5000 դրամ արժի, Լարիսեն, տրամադրության վերելակը, հսկիր հույզերդ կատարելագործվիր, ես սիրում եմ սենց զարգացնող գրքեր։ Ու Ջո Դիսպենզան դե հայտնի հեղինակա զարգացրու ուղեղը, բեսթսելերի հեղինակ, ինչպես ազատվել ինքդ քեզ նման լինելու սովորությունից, ենթագիտակցության ուժը։ Իդեպ գիրքն արժեր 6900 դրամ, հասարակ այդպես աշխատող մարդու համար ասեմ, որ շատ բարձր գներ են, բայց դե իսա, հիմա այնտեղ Բելգիայում էլ են բարձր գները շատ 12-15 եվրո ու ավել։